Շիրակի մարզի շատ գյուղերում եւս մեկնարկել են գարնանացանի աշխատանքները։ Գյուղացիները զբաղված են կարտոֆիլի, գազարի, ճակնդեղի եւ այլ կերային խոտաբույսերի ցանկերով։ Եղանակային պայմաններն այս տարի զգալիորեն խոչընդոտել են։ Գյուղատնտեսական աշխատանքները շատերը ստիպված են եղել սկսել ուշացումով։ Ուշ եկավ գարունը։ Ապրելի միշտ մենք համարյա ցանցը վերջացնում ենք, բայց մինչեւ մի ցանցկao չենք վերջացրել, կարտոֆիլ չենք ցանել, մարտիկանոր հացադիգը չեն ցանելը, վերջը խոդարկը, խոդերը բան չեն ցանելը, մինչև հիմա։ Վարամաբերդի բնակիչ Ղարիբ Հարությունյանը նշում է, գարնանացանի ուշացումը ընդհանուր բերքի վրա ազդել չի կարող, եթե ոռոգման ու պարտեցման հարցը ժամանակին լուծվի։ Հիմա սակայն գյուղաբնակները կանգնած են փաստի առաջ, անհրաժեշտ սերնացուն ձեռք բերել շատերը հնարավորություն չունեն։ Հողը սիրում է աշխատանք։ Հողը երբեք չի սիրում իրան խապել։ Սիրում է, երբ որ ցանես պետք է իրան նորմայով դի սիրում է տաս։ Հետո մշակությունը ցանցը լավ կատարես, մշակությունը կատարես, հանկային պարադանույթ է, կոմախ է, բան վերջի ժամանակին պետք է տաս որ վերջը ինքը քեզի հադուց է, հողի հետ պետք է միշտ խաղաս։ Ղարիբ Սահակյանը նշում է, հողի հետ աշխատելն այլևս եկամտաբեր չէ, հատկապես երիտասարդները գյուղի հետ հեռանկար չեն կապում։ Վերջին շրջանում ավելացել է գյուղից հեռացող երիտասարդների թիվը։ Տեղում իրանք պայմաններ ունենան, մնանք է, եթե պայմաններ չեղավ չեմ մնա, պայմաններ որ չեղավ չեն ունի, պետք է եղնի որ մարդը մնաբդի որ ապրի, եկամուտը ստանա, բայց որ մնաց է, ոչ տեխնիկա ունի որ, ասենք տես հողի հետ զբաղվի։ Նույն խնդիրը կա նաև հարևան Մարմաշեն գյուղում, գյուղի բնակչուհի Սիրանուշ Մկրտչյանի որդին ու թոռը արտագնա աշխատանքի են մեկնել։ Գարնանացանի հոգսն էլ ընկել է տան կանանց ուսերին, բայց 74-ամյա տատիկը չի դժգոհում աշխատանքի առատությունից, նշում է, ծանր աշխատանքի միշտ է սովոր եղել։ Դեմոց շատ հեշտ էր, աշխատելը շատ, ընտանիքով երբ մենք ճագնդեղն ենք առնում, շաքարի ճագնդեղ, մշակում ենք երեխեքով, մանդրով, խոշորով դաշտանին, դասը լավել սորում են այդ ողջ երեխեքը։ Ամուսինս 30 տարի էստում էր դուրս խոպանները, բայց գալում եմ որ տունը ես ստեղծել եմ, 4 երեխին պահել եմ, շահել եմ, տունսել ցորենն եկար, գարին եկար, մալն եկար, ամեն ինչը կար։ Մարմաշենցիներից շատերը որոշել են այս տարի հողագործությամբ չզբաղվել, մի մասն էլ վարձակալության է հանձնել հողատարածքները, իսկ կառավարության եւ գյուղատնտեսության նախարարության մշակած հայեցակարգը, համաձայն որի այս տարի եւս դեմքով շրջվելու են դեպի գյուղն ու գյուղացին, մարմաշենցիների գնահատմամբ նախընտրական բնույթի են։ Նաիրա Նալբանդյան, Տիգրան Քասաբյան, Gala News։